Լոռու եթերում լրատվության ժամը դուք դիտում եք մոլորակի հերթական թողարկումը, բարև ձեզ։ Եվ այսպես Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի համար այսօր առանձնահատուկ օր է։ Ամեն տարի այստեղ նշվում է Կարճադոշի օրը։ Տարիների ընթացքում օրը ավելի սիրելի ու հարազատ է դարձել ինչպես տեղացիների, այնպես էլ Հայաստանի տարբեր անկյուններից ժամանած հյուրերի համար։ Այս տարի սակայն հաշվի առնելով Տաշիրում տեղի ունեցած վերջին ողբերգական իրադարձությունը, օրը ունեցել է բացառապես հոգևոր նշանակություն։ Մատուցվել է Սուրբ Պատարագ, ապա նաև Սուրբ Մատաղ։ Անահիտ Կարապետյանն է եղել Տաշիրի տարածաշրջանում։ 1800-ական թվականներին Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի Լեռնահովիտ գյուղում վերաբնակեցված մշեցիներն ու ալաշկերտցիները գյուղի եզրին Կարճադոշի բլրի վրա փորված մի ճգարան ու քրիստոնեական հինավուրց գերեզման տեսան, որի վրա սուրբ լույսեր իջնում։ Ուխտի եկողներն ականատես էին լինում երկնային հրաշքի, որ այսօր էլ երևութանում է ու զորացնում այստեղ եկող հավատացյալներին։ Տաշիրցիներն ու ոչ միայն նրանք ասում են, որ այս սուրբ վայրը բժշկելու զորություն ունի։ Մարդիկ բարձրանում են Կարճադոշ ու աղոթում իրենց ընտանիքների, հարազատների ու ընկերների համար, խնդրում Սրբի նորհի ու փորձություններից հեռու տանի իրենց։ Ամեն ժամանակ էլ մենք գալիս ենք, ուղղ կանենք, գիչնենք, մեր սուրբն է, մեր պարտականությունն է, մենք պետք է անենք, որ ախտատեղը պետք է մնա մինչև մեր թորները կան, որ մասնակցեն ախտատեղի։ Բլրի ճգնարանը եւ գերեզմանը Ստեփանոս նախավկայինն է։ Սրբի ոգին այսօր էլ այստեղ է ու ճշմարիտ հավատացյալների համար 1.5 հազարամյակից ավելի շարունակում է հրաշքներ գործել։ 1995 թվականից նշվում է Կարճադոշի ուխտի օրը, իսկ 2008 թվականին ճգնարանի հարևանությամբ կառուցվել է Սուրբ Սարգիս եկեղեցին։ Այսօր ուխտավորներն իրենց աղոթքներում հիշեցին նաեւ օրեր առաջ ճշմարիտ պատահարի զոհ դարձած 7 երիտասարդներին։ Նրանց հոգիների խաղաղության համար մատուցվեց Սուրբ Պատարագ եւ աղոթք բարձրացվեց առ Աստված ընտանիքներին զորություն եւ հայությանը փորձություններից հեռու պահելու համար։ Դեպքը շատ ծանր էր, ազդված են այդ դեպքից եւ մեր հայկական գրված թե չգրված օրենքներով Փառք Աստծո կան տուված է, որ մինչեւ 40-ը իսի ուրախություններ, մեստոներ չեն կազմակերպվում, իմիջիալոց ասեմ ձեզ, որ որևէ հայտարարություն չի եղել այդ մասին, որ այս Կարճադոշում համերգային ծրագիր չի լինելու, բայց ինձ թվում է բոլորն էլ հասկանալով պատկերացրեք հարսանիքներ չեն լինելու մինչև 40-ը, այնպես որ այս Կարճադոշը միայն հոգևոր լինելու մատաղ անպայման բաժանվելու է, որ դա հոգևոր մեջ է, բայց մնացած զվարճանքները, համերգը, մրցանակաբաշխությունները այս անգամ չեն լինելու։ Ժողովուրդ այսօր գալիս է եւ ժողովուրդը գալիս է, բարձրանում է իր ուխտն է հաստատում Աստծո հետ եւ իր աղոթն է առաքում առ Աստված եւ այս տարի այս կերպով կանցնենք։ Տացե Աստված, որ մյուս տարիներին արդեն այսպիսի ողբերգություններից, դժբախտություններից կարողանանք խուսափել եւ նոր շնչով, նոր ոգով, նոր տոնական տրամադրություններով նորից տոնենք այն գեղեցիկ ուխտի օրը, այն գեղեցիկ Աստվածային օրը, որ ամեն տարի նշվում է այստեղ։ Վերջերս ուխտատեղում նաև շինարական աշխատանքներ են տարվել տարածքն ավելի բարեկարգելու համար։ Դերսի պադին մենք ձեռ չենք տվել, հնություն ոնց որ շարածը դենց կա, մեջից կրիշով, այս դեմի զաբորներով բոլորը վերանորոգել են։ Ի շնորհիվ Ընկեր Կարապետյանենց, ի շնորհիվ Իվանովոյց Արմենին, դե մենք էլ ստեղ կազմակերպել ենք, վերանորոգել ենք։ Կարապետյանների բարերարությամբ նաև հուշակոթողներ են կանգնեցվել գյուղում ու դարձյալի նշան հավատքի ու Աստծո օրհնության եւ բարեհաճության սպասումի։ Անահիտ Կարապետյան, Համլետ Պապանյան, Մոլորակ, Լեռնահովիտ։ Շարունակում ենք թողարկումը ժողովուրդ թերթը հարցազրույց է ունեցել ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ։ Թերթի լրագրողը հարցեր է ուղղել հիմնականում կապված էլեկտրաէներգիայի թանկացման, այդ համատեքստում ստեղծված իրավիճակի հետ։ Հարցազրույցից որոշ հատվածներ առանձնացրել է Սարգիս Քոքորյանը։ Արդյոք արդարացված էր էլեկտրաէներգիայի թանկացումը կամ արդյոք ներկայացված պատճառաբանություններն արդարացված են։ Լրագրողի այս հարցին ի պատասխան Կարապետյանը մասնավորապես նշել է. «Ինքս մանրամասն չեմ ուսումնասիրել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության հայտը եւ առավելապես ծանոթ եմ միայն հրապարակումներից, բայց փոխարենը ես քաջատեղյակ եմ այն սոցիալ-տնտեսական իրավիճակին, որն առկա է Հայաստանում եւ որի վրա ուղղակիորեն ազդելու է ցանկացած թանկացում։ Հասկանալի է, որ թանկացմանը դեմ ենք բոլորս, սակայն պակաս կարևոր չէ հասկանալ այն խնդիրները, որոնք կան, ինչպես նաև այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն առկա վիճակը հաղթահարելու համար»։
Ազգային ժողովի պատգամավորը նաև խնդրի լուծման ուղիներ է առաջ բերել, մասնավորապես նշելով, մեջբերում եմ. Առկա մեծ խնդիրներ կան, դրանք կարգավորելու համար գործիքները շատ են, սակայն դրանցից կառանձնացնեմ հատկապես 3-ը։ Առաջին հերթին պետք է լուրջ ներդրումներ կատարվեն, որպեսզի կորուստները նվազեցվեն, ինչպես նաև անհրաժեշտ է հնարավորինս էժան տոկոսադրույքով վարկեր ձեռք բերել։ Երկրորդ անհրաժեշտ է բարձրացնել կառավարման արդյունավետությունը եւ առավելագույնս կանխել գողությունները։ Վերջապես երրորդ հետևողական աշխատանք է պետք տանել էներգետիկ բալանսի կարգավորման ուղղությամբ։ Դրա համար առաջին հերթին հարկավոր է տարիների ծրագրավորված գործողություններ, էժան էլեկտրաէներգիա արտադրող հեկերի եւ դրանց արտադրած էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռն ավելացնելու ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ լուրջ խնդիրներ են սպասվում 2017 թվականին, որովհետև նախ ատոմակայանը մոտ 6 ամիս գուցե եւ ավելի չի արտադրի էժան էլեկտրաէներգիա, մյուս կողմից ատոմային էլեկտրակայանը մոտ $300 միլիոն ներդրում է պահանջում, ինչը նշանակում է, որ ատոմակայանի արտադրած հոսանքի ինքնարժեքի մեջ եւս $300 միլիոն է ներառվելու։ Ուրեմն հետագա թանկացումներից խուսափելու նպատակով հարկավոր է շոշափելի քայլեր ձեռնարկել։ Հակառակ դեպքում համակարգն ուղղակի կարող է սննկանալ իր բոլոր ծանրագույն հետևանքներով հանդերձ։ Նորից եմ կրկնում, սա տնտեսության ողնաշարն է, եթե մարդու ողնաշարը չլինի այնպես ինչպես կա, մարդ տձև ինչ-որ մարմին կունենա, ասել է Կարեն Կարապետյանը։ Այժմ մարզկենտրոնի խնդիրներից կովերն ազատ շրջում են Վանաձորի փողոցներով, սա էլ քիչ չէ վայելում են կանաչ տարածքները։ Կոմունսերբ ընկերությունը, որը զբաղվում է Վանաձորի կանաչ տարածքների պահպանությամբ, բազմիցս արձագանքել եւ բարձրաձայնել է անասնապահներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին, սակայն արդյունք չկա։ Խոշոր եղջերավորները գնալով ավելի մեծախոժակով են վայելում համայնքի բյուջեով բարեկարգված տարածքների ծաղիկներն ու խոտը։ Վանաձորում ընթացքի մեջ են հանրային օգտագործման կանաչ տարածքների սպասարկման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են Կոմունսերբ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից։ Համայնքային բյուջեից կանաչապատ տարածքների սպասարկման համար հատկացվել է շուրջ 16 միլիոն դրամ։ Ծաղկապատման աշխատանքները հիմնականում ավարտված են Հայքի հրապարակում, Վարդավառի, Լորվա եւ Թումանյանի շրջադարձերում, Վազգեն Սարգսյանի եւ Անտոն Քոչինյանի արձանների շրջակայքում, Գրիգոր Նարեկացի եկեղեցու շրջակայքում, Կարեն Դեմիրճյան եւ Մովսես Խորենացի փողոցների եւ երրորդ մաստանող կամրջի երկայնքով ծաղիկների սածիլների, պալարների եւ ծաղկած ծաղիկների տեղադրումը հիմնականում ավարտված է, վստահեցնում է աշխատանքներն իրականացնող կազմակերպության տնօրենը։ Այս տարի նախորդ տարիների համեմատությամբ ավելացել են ծաղիկների տեսակները։ Ծաղկած ծաղիկները պիտունյա տեսակի ծաղիկներն տրվել է գեորգինաների պալարներ, գլադիոլուսներ, սոխուկներ ու սերմով արդեն ցինյա, աստրա, բարխետ, վարդեր այս տարի քիչ քանակությամբ ենք տեղադրել, հա, վարդեր դրվել է։ Այժմ ընթացքի մեջ են խոթունձի, խոթհավաքի աշխատանքները, ծաղիկների ջրման, պարարտացման, քախանի եւ նմանատիպ այլ աշխատանքներ։ Այս պայն Կոնգոյի փոստ կոչվող տարածքում արվում, Նարեկացի փողոցի վրա արվում, խոթունձի աշխատանքներն այնտեղ հիմնականում մեծ կատարվում, քախանի աշխատանքներ կատարվում Լորվա պուրակում։ Կոմունսերբ ընկերության տնօրենի խոսքով աշխատանքներին մեծապես խոչընդոտում են հաճախակի կրկնվող անձրևները։ Եղանակային անբարենպաստ պայմանները սակայն միակ խոչընդոտը չեն։ Սարգիս Ափոյանը դժգոհում է նաև յուրաքանչյուր առավոտ անասուններին սարեր ուղեկցող անասնապահների ուշադրության պակասից կամ անփութությունից, որի հետևանքով էլ անասունները նախ ծաղկանոցներում են արածում, ապա նաև սարերում, ասում է Ափոյանը եւ հավելում, որ նման դեպքերի համար տուգանքներ են սահմանված։ Տեղին հորդորում ենք, որ ուշադիր եղնենք, թույլ չտան, որ մեկին էլ որ բռնենք, անմիջապես տեղում տուգանելու ենք։ Նույնը վերաբերվում է դա մեր քաղաքացիներին, որ փունջ են անում իրանց տուն ծաղիկ տանելու գեղեցկության համար, նույնը վերաբերվում է մեր քաղաքացիներին, որին տեսանք ծաղիկ խաղելուց տուգանելու ենք։ Գոհար Մովսիսյան, Համլետ Պապանյան, Մոլորակ։ Շարունակում ենք թողարկումը։ Ստեփանավանում հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված համերգ է տեղի ունեցել։ Փոքրիկ երաժիշտները հանդես են եկել ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան դասականների ստեղծագործությունների կատարումներով։ Ստեփանավանից պատմում է Նազելի Ավագյանը։
Ստեփանավանի արվեստի դպրոցի սաները մշակույթի պալատի մեծ բեմում ծնողների, մանկավարժների եւ հարազատ քաղաքի հասարակության ու հյուրերի առջև հանդես են գալիս տարեվերջյան հաշվետու համերգով, ներկայացնում 2014-2015 ուսումնական տարվա ընթացքում ձեռք բերած նվաճումները։ Հաշվետու համերգի ընթացքում դպրոցի տարբեր բաժինների առաջինից մինչև ավարտական դասարանների սաների, դպրոցի երգչախմբի, վոկալ համույթի, նվագախմբի, ժողովրդական եւ լարային գործիքների համույթների կատարմամբ հնչեցին Բեթհովենի, Բենդի, Ռախմանովի, Սայաթ Նովայի, Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Խաչատուր Ավետիսյանի եւ այլոց ստեղծագործություններից։ Քանի որ համերգն այս տարի նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ եւ Կոմիտասի ծննդյան 145-րդ տարելիցին, գերակշռում էին հատկապես Կոմիտասի կատարումներն ու ցեղասպանության թեմատիկան։ Դհոլ, դուդուկ, ուդ, սանթուր, կանոն, կամանչա, ապաջութակ, դաշնամուր ու շեփոր, լարային, փողային ու ժողովրդական գործիքների ամենատարբեր ու անզուգական հնչյունները մանուկների ու պատանիների ձեռքերում հյուսում են հայ եւ արտասահմանյան երաժշտության գոհարներից, ապա զուգորդվում ու համադրվում միմյանց հետ, ստեղծում երաժշտական հարմոնիա գեղագիտական հաճույք պարգևելով հանդիսատեսին։ Դպրոցի կերպարվեստի բաժինն էլ ներկայացավ հաշվետու ցուցահանդեսով, որտեղ ընդգրկված էին գունանկարներ, գծանկարներ, կիրառական արվեստի բազմաթիվ աշխատանքներ։ Արվեստի դպրոցի տնօրեն Ամալիա Բարսեղյանի հավաստմամբ այսօր արվեստի դպրոց են հաճախում 300 երեխա, ոչ միայն Ստեփանավանից, այլև տարածաշրջանի գյուղական համայնքներից։ Նրանցից 42-ն այս տարի ավարտում են դպրոցը։ Ուսումնական տարվա ընթացքում արվեստի դպրոցի սաները զգալի առաջադիմություն են ցուցաբերել եւ հաջողությամբ մասնակցել մի շարք մրցույթ փառատոների։ Դրանցից հարկ է հիշատակել հատկապես Գյումրիում կայացած երաժիշտ կատարողների վերածնունդ միջազգային մրցույթ փառատոնը, որտեղ Ստեփանավանի արվեստի դպրոցը ներկայացնող 7 մասնակիցներից 4-ը տարբեր անվանակարգերում արժանացել են դափնեկրի կոչման, իսկ 2-ը դիպլոմի։ Այսօրվա համերգից ես շատ գոհ եմ, շատ շնորհակալ եմ բոլոր մանկավարժներից, որ նրանք ջանք ու եռանդ չեն խնայել, աշխատել են, շատ լավ աշակերտներ ունենք եւ հնարավորին ամեն ինչ արել են եւ աշխատել, որպեսզի կարողանան կատարեն մեր մանկավարժների պահանջները եւ այսօր մեծ պատվով դուրս եկան այս համերգում։ Խորին շնորհակալություն բոլոր ուսուցիչներին, պարապող ուսուցիչներին, իսկապես նրանք չէին հեռացել ավանդական անաղարտ երաժշտությունից, որը մատուցվեց այսօր դահլիճում։ Եվ կուզենայի, որ նրանք կրկնապատկեին ստեղծագործական բարձր վերելքներ ապրեին այդ փոքրիկները, մտքի բարձր թռիչքներ։ Հաշվետու միջոցառման ընթացքում փառատոններում հաջողությունների հասած աշակերտներն արժանացան արվեստի դպրոցի տնօրենի գովասանքի խոսքերին եւ պատվոգրերին, իսկ նրանց հետ աշխատած ուսուցիչների աշխատանքը գնահատվեց քաղաքապետարանի կողմից։ Արվեստի դպրոցի մի շարք ուսուցիչներ արժանացան Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի շնորհակալագրերին։ Շնորհակալագրերի արժանացան նաեւ Ստեփանավանի մշակույթի պալատի խմբավար մանկավարժները, որոնց սաները եւս ուսումնական տարվա ընթացքում տարբեր մարզային հանրապետական ու միջազգային մրցույթ փառատոններից վերադարձել են հաղթանակներով։ Իսկ մշակույթի պալատի տնօրեն Անուշ Ղարաքեշիշյանի եւ արվեստի դպրոցի տնօրեն Ամալիա Բարսեղյանի աշխատանքը խրախուսվեց քաղաքապետի պատվոգրերով։ Հատուկ պատվոգրերի արժանացան արվեստի դպրոցի ուսուցչուհիներ Գայանե Ջաղինյանն ու Գայանե Պեպելյանը, Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք դարձած հարազատ քաղաք Ստեփանավանին ծոներքեր նվիրելու համար։ Նազելի Ավակյան, Աշիկ Հարությունյան, Մոլորակ, Ստեփանավան։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Կարճատև դադարից հետո ծանոթացեք նաև եղանակային կանխատեսումներին Անի Մարվուքյանի մեկնաբանմամբ։ Իսկ ես ձեզ կանով հրաժեշտ եմ տալիս։ Ցտեսություն եւ ամենայն բարիք։ Տեխնոլայն նվերների ընտրության լայն հնարավորություն, թանկարժեք նվերները մատչելի գներով, էլեկտրոտեխնիկա, համակարգիչներ, հեռախոսներ, սպասք ու շատ այլ յուրատիպ տեսականի ցանկացած ճաշակի հաճախորդների համար, նվերների ու գնումների ամենահարմար վայրը, Տեխնոլայն, միայն ցածր գներ եւ բարձրակարգ սպասարկում։ Բարև ձեզ, եղանակի տեսության աջակիցն է Տեխնոլայն խանութ սրահը։ Այժմ եղանակային նորությունների մասին Լոռու մարզում հունիսի 18-ին 8-ի միջին ջերմաստիճանը սպասվում է մինչև 25։ Այժմ ջերմաստիճանն ըստ քաղաքների՝ Տաշիրում գիշերը 11, ցերեկը մինչև 19 աստիճան տաքություն, Ալավերդիում գիշերը 15, ցերեկը կբարձրանա մինչև 26 աստիճան, Սպիտակում գիշերը 13, ցերեկը կդիտվի 24 աստիճան տաքություն, Ստեփանավանում գիշերը 13, ցերեկը մինչև 21, Մարզկենտրոնում գիշերը 15, ցերեկը մինչև 26 աստիճան տաքություն,
եւ Երևանում գիշերը 18, ցերեկը կբարձրանա մինչեւ 27 աստիճան։ Հունիսի 18-ին շրջանների զգալի մասում, 19-ից 20-ը հյուսիսային շրջաններում, 21-ին Շիրակում, Լոռիում եւ Տավուշում երեկոյան ժամերին եւ գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Առանձին վայրերում կաշկուտ ամպրոպի ժամանակ սպասվում է քամուշ գնացում 20-ից 25 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը 18-ին էապես չի փոխվի, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2-ից 3 աստիճանով։ Իսկ հա հունիսի 22-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան 5-ից 10 մետր/վայրկյան արագությամբ։ Տավուշի մարզի Զորական գյուղում կաշկուտը վնասել է բերքի 40%-ը։ Տնայնամերձ այգիներն ամբողջությամբ վնասվել են հոնը, թուզը, նուշը, պոպոքը, դեղցը, բերքն արդեն պիտանի չէ։ Զորական գյուղի բնակիչներն այժմ փաստի առաջ են կանգնել, այս մասին հաղորդել է գյուղապետ Սուրեն Մարտիրոսյանը։ Այս թողարկման համար այսքանը, ես ձեզ մաղթում եմ բարձր տրամադրություն, ցտեսություն։